Նոր Հաճնի հիմնանորոգվող պոլիկլինիկայի շինաշխատանքներն այսօր առնվազն 14:44-ից են դադարեցվել, երբ Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնահազանգ է ստացվել, որ ավտոկռունկը պոկվել ընկել է գետնին։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հազանգած քաղաքացին հայտնել է, որ ճոպանից պոկված կռունկի տակ քաղաքացի է մնացել։ Դեպքի վայր մեկնած փրկարարական ուժերը պարզել են, որ ողբերգական դեպքի հետևանքով 2 զոհ կա։ Շինարարական աշխատանքներին մասնակցող 41 ու 37 տարեկան տղամարդիկ են զոհվել։ Նրանք Ֆանտան գյուղից են։ Կա նաև մեկ վիրավոր, նրան տեղափոխել են հիվանդանոց, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Մահացածների ու վիրավորի ինքնությունը դեռ չի հայտնում ներքին գործերի նախարարությունը։ Շատ դաժան բան է, բայց խի, ինչն է այդ պատճառով այդ կատարել է այդպես։ Շինհրապարակում աշխատողները շոկի մեջ են, դեպքից մանրամասներ չեն հայտնում։ Դեռ չգիտենք, արդյոք զոհվածներից մեկն է եղել գահավիժած ավտոկռունկի խցիկում ու արդյոք այն աշխատելիս է եղել ընկնելու պահին։ Մետաղե այս ճոպանից է կախված եղել կռունկը։ Նոր Հաճնում խոսում են, որ այն հավանաբար նախատեսվածից ծանր է եղել։ Ճոպանը չի դիմացել գերբեռնվածությանը, պոկվել ընկել է հիմնանորոգվող շինության հարակից տան բակ։ Տանն այդ պահին ոչ ոք չի եղել։ Հարևանությամբ գտնվող մյուս տան բնակիչներից մեկն է հարվածի ուժեղ ձայնից դուրս եկել, տեսել գետնին ընկած տղամարդուն։ Այդ րոպեին պատուհանը բաց էր, մեկ էլ գմփոց ուժեղ ու մեկ էլ օգնեցեք։ Այդ օգնեցեք, վազելով ես իջա, անմիջապես եկա ու ռեսոտկանեմ ու տեսա, որ մի հոգի արդեն գետնին պարկած էր։ Տարածքում հսկող տեսախցիկներ կան, քննիչները առգրավելու են դրանք ուսումնասիրելու համար։ Թերեզա Կադաևչյան, Զարուհի Սահակյան, Նորայր Շարբաթյան, Հայլուշ։